Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ շարունակում ենք մեր քննարկումները հայ եկեղեցու, հայոց պատմության եւ մշակույթի առնչությունների շուրջ։ Այսօր Տեր հայր նախապես պայմանավորվածության համաձայն անդրադառնալու ենք Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը։ Իմ կարծիքով, որքան ես ծանոթ եմ, գուցե ես սխալվում եմ, Գևորգ IV կաթողիկոսը Կոնստանտինոպոլսեցի, հիմնադրելով Գևորգյան ճեմարանը ակնկալում էր առաջերտին հայ հոգևորականների պատրաստումը եւ որպես երկրորդ առաքելություն ուսուցիչների համայնք ստեղծել, որոնք թեմական դպրոցներում եւ այլուր դասավանդեին, դպրոցներ կհիմնվեին նոր։ Բայց այն ինչ հետո տեղի ունեցավ նրանից հետո, դարձավ ճեմարանը հայ մշակույթի, գիտության եւ նույնիսկ քաղաքական մտքի զարգացման խոշորագույն դարբնոց, արևել Հայաստանում մի եզակի երևույթ։ Մենք այսօր անդրադառնանք այդ թեմաներին, քննարկենք, թե ինչ դերակատարություն ունեցավ այս բնագավառներում Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Անշուշտ մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ձեր նշած բնագավառներում ունեցած դերակատարությունը, բայց կփորձենք ամենակարևոր դերակատարությունը ճեմարանի եւ ճեմանականների այստեղ դրանց մասին խոսել։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը 19-րդ դարի վերջին արդեն դարձել էր բավական հրատապ։ Ասեմ, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման հարցը օրակարգային էր դարձել արդեն 19-րդ դարի կեսերին։ Սակայն միայն Գևորգ IV կաթողիկոսին էր վիճակված կյանքի կոչելու այդ նվիրական գաղափարը։ Նշենք, որ ցարական իշխանությունների կողմից հայոց եկեղեցուն պարտադրված պոլոժենյան կանոնադրությունը արդեն իսկ տալիս էր հնարավորություն ունենալու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հոգևոր բարձրագույն հաստատություն։ Որքան որ տեղյակ եմ հայոց եկեղեցու պատմությունից, այս ուղղությամբ Ներսես աշտարակեցին էլ ջանքեր է թափել, սակայն ժամանակը եւ հնարավորությունները բավարար չէին, որովհետեւ միայն ցանկանալով ճեմարան չէր կառուցվի, բավական նյութական կարողություն պիտի ունենալ, իսկ այդ ժամանակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նյութական կարողությունները այդքան էլ բարվոք վիճակում չէին գտնվում։ Եվ ասեմ, որ Գևորգ IV կաթողիկոսի շրջանում էլ այդքան լավ չէր նյութական վիճակը, բայց ազգային որոշ բարերարներ, նվիրյալ հայորդիներ իրենց օժանդակությունը բերեցին այս նվիրական գաղափարի կյանքի կոչելուն։ Եվ 1874 թվականին, ինչպես հայտնի է, հիմնվեց Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Ես նպատակները ձեր թվարկած տեղափոխեի։ Գևորգ IV կաթողիկոսի հիմնական նպատակը դպրոցական կյանքում, իսկ մենք գիտենք, որ երկար ժամանակ դարեր շարունակ դպրոցը եղել է եկեղեցուն կից։ Ծխական եւ թեմական դպրոցներում զգացվում էր ուսյալ, կրթված դասատուների, ուսուցիչների եւ հոգեվորականների պահանջ ու պակաս։ Եվ Գևորգ IV կաթողիկոսը լավ գիտակցելով հայ դպրոցի դերը հայ եկեղեցու հոգևոր, մշակութային, հասարակական, քաղաքական մտքի զարգացման մեջ ամեն ջանք գործ դրեց, որպեսզի գլուխ գա այս աշխատանքը։ Իր գահակալության հաջորդ տարին իսկ նա կազմեց դպրոցական այսպես մի կանոնակարգ եւ հանձնաժողով, որը պիտի զբաղվեր ծխական դպրոցների խնդիրներով։ Այնուհետև առաջ եկավ ճեմարան ունենալու գաղափարը, անշուշտ ճեմարանը քննարկվում էր, թե ուր պիտի լինի, նույնիսկ Հայաստանի տարածքից դուրս է քննարկվել, որ ճեմարանը պիտի լինի։ Տարբեր մարդիկ, այո, տարբեր մեծանուն հայորդիներ այս գաղափարը արծարծել են, ամեն մեկի իր տեսլականը, թե որտեղ ինչ պայմաններով պիտի լինի, բայց վճռորոշ է եղել Գևորգ կաթողիկոսի մոտեցումը, որ ճեմարանը պետք է լինի Մայրաթորում։ Եվ իսկապես նա ճիշտ էր, որովհետև ճեմարանը իր գոյությամբ
դարձավ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բաբախող սիրտը, այսպես ասենք։ Եթե տարածենք ամբողջ հայության, կարող ենք ասել Արևելյան Հայաստանի բաբախող սիրտը դարձավ։ Հենց այդ բաբախող սրտի արդյունք էր, որ հետագայում ճեմարանականները լցրեցին հայ իրականության բոլոր բնակավարները։ Եվ պատահական չէ, որ մեր այսօրվա հաղորդումը ճեմարանը ներկայացնում է ոչ միայն դարբնոց հոգևորականների, այլ նաև գիտության, մշակույթի, հասարակական, քաղաքական մտքի, այսպես ասած, այդ օրերի գիգանտների կամ առաջի դեմքը եղած մարդկանց։ Մենք եթե թերթենք նշանավոր ճեմանականների ցանկերը, մենք կհանդիպենք անունների, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել գիտության, մշակույթի, հասարակական, քաղաքական, կուսակցական, ազգային տարբեր ոլորտներում իրենց մեծագույն ներդրումն են ունեցել։ Ես դրանցից կուզենայի կարևորել այդ բնագավառներից մշակույթը, գիտությունը եւ հասարակական քաղաքական միտքը։ Ասենք ինձ հարազատ գրականության ասպարեզում միայն անունները թվարկելը, թե ինչա մեր հայ դասականներից քանի հոգի են այդտեղ կամ սովորել կամ դասավանդել, ստացվում է, որ մեծագույն մասը սկսած ինչ ասեմ Իսահակյանից մինչև Հովհաննես Հովհաննիսյան, մեկ ուսուցիչ, մյուսը աշակերտ, մինչև Բակունց, Ավետիս Ահարոնյան, Լևոն Շանտ, այնքան շատ, օրինակ վերցրենք Վերնատան, հա, Թումանյանի ստեղծած հիմնադրած Վերնատան անդամների մեծագույն մասը ճեմարանավարտներ էին եւ երևի միայն Թումանյանն էր, որ կամ ուսուցիչներ։ Նրանք բոլորը ժամանակի բոլոր նշանավոր գործիչները մշակույթի, գիտության կամ հանդես են եկել որպես Գևորգյան ճեմանի դասախոս կամ հետագայում որպես շրջանավարտ։ Դրանով է նաև պայմանավորված, որ ճեմանում որոշ շրջան նույնիսկ հոգևորականներ ճեմանից դուրս չէին գալիս։ Բոլոր ավարտողները 74 թվականից մինչև 1889 թվականը ճեմարանում ոչ մի հոգևորական չի ձեռնադրվել։ Առաջին հոգևորականները, որոնք ցանկություն են հայտնել շրջանավարտներից դառնալու հոգևորական, դա եղել է 1889 թվականը, երբ 3 շրջանավարտ եւ 1 երրորդ լսանի սան ցանկություն հայտնեցին դառնալու հոգևորական, լրացնելու հոգևորականների շարքը։ Ես կարծում էի, որ ձեր ասած թվականին եւ այդ 4 հոգին կուսակրոն ուղակի քահանա։ Մինչև այդ հոգևորականները կարծում էի եղել են, բայց ոչ կուսակրոն։ Ոչ, առաջին անգամ 1889 թվականին էր եւ մենք երախտապարտ պիտի լինենք այս առիթով առաջին հերթին Մակար կաթողիկոսին եւ երկրորդ Մաղաքյա arczepiskopos Օրմանյանին, որի մեկ ամյա դասավանդումը լուրջ դերակատարություն ունեցավ։ Դե ինքը մեկ տարի այս գործընթացը սկսելու։ Մի այլ հիմքի վրա դրեց, ճիշտ է, մեկ տարի դասավանդեց, բայց Մաղաքյա arczepiskopos Օրմանյանը ուղղակի աստվածաբանական առարկաների դասավանդումը դրեց մեկ այլ հիմքի վրա։ Դե Գևորգ IV-ը երազում է, դուք ասում եք, թե ավելի կարևոր է նրա համար հաուսուցիչների պատրաստում, բայց ինքը չտեսավ։ Ինքը երազում էր հոգևորականների։ Իսկ կուսակրոն հոգևորականների համար պահանջվեց եւս 5 տարի։ 89 թվականին առաջին 4 սարգսակները եղան, իսկ 1894 թվականին արդեն շուրջ 5-6 հոգևորական ձեռնադրվեցին արդեն որպես կուսակրոն քահանաներ եւ այդուհետ ճեմարանը սկսեց այսպես ճեմարանի միջոցով սկսվեց համալրվել հոգևորականների շարքերը կրթված եվրոպական չափանիշներով, սրան եթե գումարենք նաև շատ հոգևորականներ, նաև որոշ շրջանավարտներ, որոնք հետագայում չդարձան հոգևորական, պարտադիր կերպով հատկապես Մակար կաթողիկոսի ժամանակ այս գործընթացը բավական լավ էր կազմակերպվում, պարտադիր գնում եւ ստանում են լրացուցիչ եվրոպական երկրներում տարբեր բարձրագույն ուսումնական եւ նշանավոր համալսարաններ։ Մինչեւ այսօր շարունակվում է դա, մինչեւ Անշուշտ ճեմանի ավանդույթը պատմությունը առ այսօր շարունակվում է, թեև մենք ունեցել ենք ժամանակաշրջան, երբ ճեմանը չի գործել, բայց վերաբացվելուց հետո առաջին հարցերը, որոնք դրվում են, ճեմանի հին նախնական ավանդույթը բերել ժամանակակից ոգով նորից շարունակել։ Բայց պետք է ասել, որ այնուամենայնիվ նույնիսկ երբ 19-րդ դարի վերջին
սկսեցին արդեն որոշ ճեմանավարտներ դառնալ հոգևորական, միևնույն է ճնշող մեծամասնությունը շրջանավարտների հոգևորականի կոչում չէին ստանում։ Դրանք հիմնականում հանդես էին գալիս աշխարհիկ գործունեությամբ եւ հենց այդ աշխարհիկներն էին, որոնք առանց որոնց գործունեության անհնար է պատկերացնել Արևելյան Հայաստանը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, որովհետեւ դրանք մարդիկ էին, որոնք աչքի ընկան իրենց գործունեությամբ կուսակցությունների մեջ ունենալով մեծ ներդրում։ Հիմա մենք գանք քաղաքական այդ բաներին, ընդ որում տարբեր քաղաքական ուղղությունների շրջանավարտներ է տվել, բայց ես քիչ առաջ թվարկում էի գրողների Տեր Հայր Կոմիտաս վարդապետի եւ ուսումը եւ հետո դա որպես ուսուցիչ աշխատելը մի առանձին վեհություն է հաղորդում ճեմարանի պատմությանը։ Անշուշտ Կոմիտաս վարդապետի կերպարը եւ այն ինչ որ արեց հայ երաժշտության, հոգեվոր երաժշտության մեջ, այն անուրանալի եւ անգերազանցելի ավանդը, որ նա ունեցավ, իհարկե ճեմարանին առանձնակի շուք, պատիվ ու փառք է հաղորդում, բայց պետք է ասել, որ Կոմիտաս վարդապետից պակաս չեն նաև մյուս գործիչները, որոնք էլ իրենց բնագավառում բավական մեծ ներդրում էին ունենում գիտության, մշակույթի, հասարակական գործունեության, եկեղեցական ասպարեզում իրենց այսպես բուրը եւ մեծ ներդրումների այդ գործունեության ընթացքում դրանք կարող ենք բերել, հավասարեցնել Կոմիտաս վարդապետին, որովհետեւ նրանք էլ իրենց բնագավառում բավականին մեծ ներդրում ունեին եւ անշուշտ այդ անունները նաեւ մեծ ներդրում ունեցան ընդհանրապես Հայաստանի պատմության, հայ ժողովրդի պատմության մեջ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Մենք չմոռանանք, որ այս դարբնոցից դուրս եկածները հետագայում որպես դարբին պիտի ներգրավեին Հայաստանի առաջին պետական համալսանի, այսինքն այսօրվա Երևանի պետական համալսանի հիմնադրման ժամանակ, որոնք հենց առաջին դասախոսները հենց այս ճեմանականներն էին եւ նրանց ուսուցիչները։ Ճեմանականների որպես հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում հարակից մի այլ թեմայի անդրադառնանք, գիտության մասին ենք հիմա խոսում, շատ հռչակավոր գիտնականներ ոչ միայն սովորել են, կամ դասախոսել ճեմարանում, այլ նաև իրենց առաջին աշխատություններն են գրել ճեմարանում աշխատելու տարիներին, սկսած Ադոնցից, վերջացած, չասած որ տեսուչ է եղել Ստեփան Մալխասյանցը եւ այլն, Աճարյան, Աբեղյան, չունենք մի այդպիսի նշանավոր մեկը, որը որոշ շրջան, մեկը երկար, մյուսը կարճ, ճեմարանում դասավանդած չլինի, բայց այդ երբ ասում են, որ նրանք իրենց առաջին գիտական պրպտումները, աշխատությունները անում էին ճեմարանում աշխատելու տարիներին, բարեբախտություն էր, որ Մայրաթոռը տպարան ուներ, բարեբախտություն էր, որ կար Էջմիածին հանդեսը, Արարատ հանդես հետագայում։ Այսինքն այս ամեն ինչը նպաստում էր, որպեսզի ճեմարանը դառնար ինքը գիտական կենտրոն, խոշորագույն գիտական կենտրոն։ Հայագիտական կենտրոն։ Մայրաթոռի, այսպես Մայրաթոռը ինքնի ճեմանի շնորհիվ Մայրաթոռը ձեռք բերեց գիտական կաճառի այսպես նշանակություն, որովհետև ճեմանանի գոյությամբ նաև ենթակառուցվածքներ սկսեցին զարգանալ։ Հենց ճեմանանով էր պայմանավորված, որ տպարանը այլևս չէր բավարարում եւ դրա համար կառուցվեց այսօրվա տպարանի շենքը Մակար Կաթողիկոսի նախաձեռնությամբ, ընդլայնվեց, ընդարձակվեց, վերազինվեց սարքավորումներով, ճեմանական միջավայրի այսպես կրթության որակը ապավելու համար մեր կաթողիկոսները ամեն գործ նախաձեռնել էին, առանձին հիվանդանոց բուժարան, առանձին սերտանոց, վարժոց, ննջարանային մասնաշենք, ճաշարան, ամեն բան ենթակառուցվածքային իմաստով արված էր, որպեսզի ճեմանականին մնա միայն ուսումը։ Եվ ճեմանականները իսկապես արդարացնում էին եւ ճեմարանը որպես դարբնոց, որպես այսպես վայր, որտեղ մարդ կերտվում է, ստանում է գիտելիք, ձևավորում իր աշխարհայացքը, իսկապես արդարացրեց, որովհետև երբ նայում ենք 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին
ազգային նշանակություն ունեցող իրադարձություններին մենք տեսնում ենք, որ ճեմարանը բառի ուղիղ իմաստով ներգրաված է։ Ճեմարանականը եւ ճեմարանի դասախոսը կամ ճեմարանը ինքնին որպես հաստատություն բացակա չի ստացել հայոց կյանքի խռովահույս որևէ փուլի մեջ։ Ճեմարանի ծաղկումը, այսպես ասած, գործունեության ամենածաղկուն շրջաններից մեկը համընկավ հայազատագրական մտքի, հայազատագրական պայքարի հետ եւ բնականաբար եւ դասախոսական կազմի մեջ եւ ուսանողների մեջ շատ էին աշակերտների մեջ, ովքեր հասարակական կյանքով, քաղաքական կյանքի հորձանուտ էին նետվում։ Այդ իմաստով շատ հետաքրքիր է, որ ճեմարանը տվել է շրջանավարտներ ամենատարբեր, սկսած հնչակյան կուսակցությունից դաշնակցական գործիչներ, նաև բոլշևիկյան գործիչներ։ Այո, կան մեծանուն այսպես գործիչներ հասարակական քաղաքական ոլորտում, որոնք ուղղակիորեն ավարտել են Գևորգյան ճեմանը եւ հանրությանը դա շատ այդքան էլ հայտնի չէ, թեև բարեբախտաբար մենք ընթերցողի սեղանին ունենք երկու շատ լավ հատոր, նշանավոր ճեմանականներ հատորները, որտեղ առանձին անդրադարձ է կատարված այն նշանավոր եւ մեծանուն հայորդիներին, որոնք ուղղակիորեն կապ են ունեցել կամ անշուշտ մեծ թվով ներկայացված են ավարտած կամ սովորած հայորդիները եւ նաեւ մասամբ ներկայացված են այն մեծանուն հայորդիները, որոնք ուղղակի դասավանդել են ճեմանում, իրենց մեծ ներդրումն են ունեցել։ Մենք կարող ենք նույնիսկ անուններ հնչեցնել։ Ասենք օրինակ Աղասի Խանջյան, Ռուբեն Տերմինասյան, Խաչատուր Կարճիկյան, Փարամազ, հնչակյան խաղան բարձրացեցին թուրքերը։ Այս շարքը կարելի է անընդհատ թվարկել։ Իդեպ ճեմանի առաջին շրջանում իր գործունեության, եթե մենք հաշվարկենք մոտավորապես 1000-1500 հոգի շրջանավարտ է ունեցել։ Նրանց մի մասը նշանավոր ճեմանականներ են, որոնք մեծ ներդրում են ունեցել։ Հատկապես ես կուզեի անդրադառնալ հայազատագրական պայքարին, որտեղ նույնպես հայդուկային շարժման մեջ, հետագայում նաև եկեղեցական գույքը բռնագրավելու այդ համազգային շարժման մեջ, ինչպես նաև Սարդարապատի կամ Մայիսյան հերոսամարտերի մեջ ճեմանականների նախկին եւ այդ օրերի բավական այսպես աշխուժ ներգրավվածություն է եղել եւ ճեմարանը իսկապես կարողացել է դառնալ արևելյան Հայաստանի, Ռուսաստանի տարածքում եղած տարբեր գաղթօջախների եւ ընդհանրապես Անդրկովկասում հայության այսպես ոգի տվող ավիոն մատակարարող մի հաստատություն, որովհետեւ այդ ճեմանից դուրս եկածները, ովքեր որ չէին դառնում հոգեվորական, համալրում էին նշածս տարածաշրջանում հայկական դպրոցները եւ այն գիտելիքային ոգին, որ ստացել էին Սուրբ Էջմիածնում, այսպես շղթայական կերպով տարածվում էր ամբողջ արևելյան Հայաստանով մեկ Անդրկովկասում, Ռուսաստանում գտնվող տարբեր հայկական գաղութներում, գաղթօջախներում։ Այսպիսով ճեմարանը դառնում էր վայր, որտեղից գիտության, մշակույթի, ազգային եւ ինքնության վերաբերող գաղափարները տարածվում էին։ Տեր հայր, ձեր նշած երկու հատորները ուսումնասիրելով ես հանդիպեցի մի ունիկալ դեմքի, մենք այդպես շատ երկար կարող ենք իսկապես շատ մեծանուն հայերի թվարկել, բայց մեկը, որի անունը այդպես առանձնապես հայտնի չէ, Վահագն Դեմիրճօղլյան, որը Դերինք Դեմիրճյանի հորեղբոր որդին է, նա ճեմարանը ավարտելուց հետո կարծեմ իրում քահանա է եղել բայց զբաղվել է ֆիզիկայով եւ հասել այնպիսի հաջողությունների առանց փորձեր անելու, նույնիսկ Ռեզերֆորդին են համագրել, գովասանքի արժանացել եւ այլն, շատ տարօրինակ է, որ ճեմարանի տված կրթությամբ միայն ուրիշտեղ չի սովորել, նա կարողացել է այդպես գիտական նվաճումների հասնել, բայց մի ուրիշ բան էլ էի ուզում ձեզ հարցնել։ Դուք քիչ առաջ որ թվարկում եք անունները, Աղասի Խանջյանի անունը տվեցիք, մենք ասենք, որ ճեմարանի ուսանող են եղել նաեւ Անաստաս Միկոյանը, եւ չգիտեմ ճիշտ է թե չէ, հիմա ձեզանից եմ հարցնում, որ Անաստաս Միկոյանը ձգձգել է իր ավարտելը, որպեսզի բանակ չզորակոչվի։ Երկար է սովորել, որպեսզի իրեն բանակ չզորակոչեն։ Ճիշտ է այդ պատմությունը։ Ես նույնպես այդ պատմությանը ծանոթ եմ, բայց դրա իսկության հետևից այսպես փաստաթղթային իմաստով չեմ գնացել,
որպեսզի պարզեմ իսկապես այն պատմությունը, որ մենք լսում ենք կամ կարդում ենք այստեղ այնտեղ, իսկապես այդպես է։ Հիմա չեմ կարող ոչ հաստատել ձեր հարցը եւ ոչ էլ հերքել, որ իրականությունը Ճեմարանը ազատում էր ծառայությունից, հա, տարկետում էին տալիս ինչպես այսօր։ Նայեք, Ճեմարանի գործունեությունը, առաջին շրջանի գործունեությունը դադարեց 1917 թվականի դեկտեմբերին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական, այսպես ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Բայց Ճեմարանում ընդունվելը պարտադիր պետք է այս կամ այն համայնքի կողմից երաշխավորագիր լիներ, որոշ դեպքերում նաև հովանավորում էին։ Եվ այո, ճեմանականները որոշակիորեն ազատված էին այս կամ այդ օրերի պետական հաստատված ինչ որ турքերից, պարտավորություններից եւ այո, ձեր ասած շրջանակներում հավանական է, որ այդպես եղած լինի, որ ձգձգեն բանակ չգնալու, թեև ասում են, որ Ճեմարանը արդեն իսկ օգտվում էր բազմաթիվ արտոնություններից, որը պետականորեն ընդունված էր եւ կանոնակարգված, հաստատված կերպով կիրառվում էր նաեւ Ճեմարանի կյանքում։ Տեր հայր, մեր ժամանակը մոտոնում է ավարտին, ուզում եմ գանք Ճեմարանի այսօրվա վիճակին, այսօր Ճեմարանը գործում է որպես աստվածաբանական բարձրագույն համալսարան, ունի իր մագիստրատուրան, իր ասպիրանտուրան։ Դուք ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին կամ անպատանիներին, որոնք գերկմտում են գալ Ճեմարան, թե ոչ ուսանելու։ Ճեմարանը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, որտեղ կարող է մարդ գալ, կրթվել, ստանալ գիտելիք, հաղորդակից լինել մեր հայ ժողովրդի պատմությանը, մեր եկեղեցու նվիրական սրբությունների պատմությանը, մեր եկեղեցու ճանաչել եկեղեցի ներսից, այլ Ճեմարանը մի վայր է, որտեղ մարդ կարող է ձևավորվել որպես մարդ, հղկել իր աշխարհայացքը, ունենալ սեփական աշխարհայացքը, չկորցնել ապագայում իր ինքնությունը եւ այն երիտասարդները, ովքեր հանձնառու կլինեն գալու եւ սովորելու Գևորգյան Ճեմարանում, պիտի իմանան, որ Ճեմարանի բոլոր տեսակի դժվարությունները սովորելու ընթացքի մասին, որովհետև այնտեղ նաև գիշերօթիկ կարգավիճակով է, այդ բոլոր դժվարությունները հաշվի առնելով պիտի իմանան, որ իրենք ավարտելիս արդեն հանդես են գալու որպես այսպես մաքուր, ազգային ինքնությամբ տոգորված, հայրենասեր, եկեղեցասեր, ազգին, հասարակությանը եւ մեր ժողովրդին պիտանի զավակ, որովհետև վստահ եմ, որ յուրաքանչյուր ճեմանական իր բարի ներդրումն է ունենում եւ եկեղեցու եւ մեր ժողովրդի պատմության մեջ, կարող են վստահ քայլերով գալ եւ ընդունվել Գևորգյան հոգեվոր ճեմարան, իմանալով, որ ավարտելիս արդեն իրենք կայացած, ձևավորված անհատականություն պիտի մտնեն մեծ կյանքի հորձանուտի մեջ։ Շնորհակալ եմ Տեր հայր, իսկ մենք կշարունակենք տաղավարի եթերում քննարկել հայ եկեղեցու եւ հայ մշակույթի, հայոց պատմության առնչություններին վերաբերող տարբեր թեմաներ։